Արցախից տեղահանվելուց հետո Արուսյակը Չարենցավանում է ապրում ծնողների ու քույրերի հետ։ Երևանի բժշկական համալսարանի 3-րդ կուրսում է սովորում ու չի պատկերացնում ինչպես է դասի գնալու ապրիլից հետո, երբ կառավարության որոշմամբ դադարեցվի արցախցիներին տրամադրվող 50,000-ական դրամ աջակցությունը։ Շատ մռայլ է դառնում կյանքը այդ 50,000-ների չեզոքացնից հետո։ Մինչև հիմա ամեն ամիս ստացած 50,000-ներով հոգում էր ճանապարհածախսը, ուսանողական տարբեր կարիքներ բավարարում։ Մանր ծախսերում շատ են ինձ օգնում, հիմնական ամենամեծ այդ օգնությունը դա ճանապարհածախսն է։ Չարենցավանից Երևան մեկ ուղետոմսը 500 դրամ արժե։ Նաև ընթացքում անդադ ինչ-որ հիվանդանոցներ են գնում տարբեր դասերի, այդ ընթացքում եւս ինչ-որ չափի գումար է ծախսվում։ Արուսյակի հայրն առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, մայրն էլ հրուշակագործությամբ է զբաղվում, բայց սկսնակ հրուշակագործը չի կարող վաստակել այնքան գումար, որ կարողանա վճարել տան վարձն ու կոմունալ ծախսերը, ասում է Արուսյակը։ Ես իհարկե աշխատում եմ այդ ուղղությամբ, թեկուզ ոչ մասնագիտական, ինչ-որ գործ անելու, բայց դրա պատճառով շատ կտուժ են իմ դասերը, ինչը իհարկե շատ վատ է, ու այդ 50,000-ները, հա, իրենք գիտեիր, որ այդ գումարը անդադ կլինի, հիմա որ չլինի, արդեն այդ մինիմալ ծախսերը գոնե շատ դժվար է լինելու իրականացնել։ Պատրաստ է աշխատել Արուսյակը, գիտի, որ շատ արցախցի ուսանողներ տեղահանումից հետո հրաժարվել են իրենց երազանքների մասնագիտություններից, կամ ավելի քիչ ծանրաբեռնող մասնագիտություն են ընտրել, որ կարողանան ինչ-որ բանով օգնել ընտանիքներին։ Օրինակ նոր ուսանողների հետ կապված, ես գիտեմ ինչ-որ մարդկանց, ովքեր պլանավորում էին, որ կարող էին ինչ-որ ավելի լավ համալսարաններում սովորել, բայց օրինակ հիմա կապված այդ ֆինանսական դժվարությունների հետ, այդ հոգեբանական այդ դժվարությունների հետ, իրենք ընտրել են ինչ-որ ավելի թեթև, չգիտեմ, մասնագիտություններ, որոնք իրենց այդքան էլ հաճելի չեն։ Ապագայի մասին դժվարությամբ են մտածում Արցախից եկած ուսանողները։ Պետական աջակցության դադարեցումից բացի շատերը հոգեբանական լուրջ տրավմաներ ունեն, որ առաջացել են բլոկադայի ու բռնի տեղահանման օրերին։ Որպես ապագա բժիշկ Արուսյակը լավ գիտի ցավը եւ նույնիսկ դրա բուժումն է պատկերացնում։ Պետք է ուղղակի պետական եւ մարդկային հոգատարություն։ Լանա Համբարձումյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։